Մարտի 1-ը ընդհանրապես ես կարծում եմ ուսումնասիրության չի ենթարկվել լուրջ ոչ քաղաքագետների կողմից, ոչ էլ հասարակագետների մասնավորապես։ Մարտի 1-ին ես եղել եմ падգամավոր, որպեսզի ես ունեի եւս էջեր իմ կյանքում, падգամավոր եմ եղել եւ ունեցել եմ այդ հնարավորությունը դիտարկել այն արդեն ինչ որ մարտի 1-ին է եղել։ Որովհետև մինչ այդ այն ինչ որ տեղի ունեցել, մենք հետևում ենք, որովհետև կներեք ամենաարմատական ընդդիմություն էինք այդ փոքր խմբով, 5-6 հոգի էինք, բայց բավականին կոռեկտ նոր մշակույթ ենք բերել եւ շատ լրագրողներ դեռ հիշում են եւ այլն։ Այսինքն այդ ազատությունը, այդ ինքնուրույն արտահայտվելը, շատ անգամ ես օրինակ կամ ուրիշը չէր քվեարկում ճիշտ այդպես, ինչպես ընդհանրապես կարող է ամբողջ բանը։ Դա շատ տարօրինակ էր այդ ժամանակ, բայց դա կար։ Հիմա այդ մարտի 1-ի վիճակը ես որպես անձնական, դա լրիվ սուբյեկտիվ կարող է լինել, դա փաստորեն պատրաստված է եղել նույն այն սցենարը, որը տեղի է ունեցել 2018 թվականին, բայց չի հաջողվել։ Մարտի 1-ը ոչ մի ուրիշ համեմատություն կամ զուգահեռ ես չեմ տեսնում, որովհետև նույն այդ տրամադրություններ, որ հեսա մենք մի 3 ժամից գնում ենք։ Այսինքն 2008 թվականին իշխանությունը դիմադրեց այս անգամ։ Դիմադրեց, իսկ այստեղ ոչ միայն չդիմադրեց, այլ ընդառաջեց։ Ես իդեպ չեմ խոսում լուրջ Սերժ Սարգսյանի ասացի, որ դուք ես սխալ եմ, դուք ճիշտ։ Ես խոսում եմ լեգիտիմացման մասին, դա լուրջ քայլ էր։ Փաստորեն իշխանական հանրապետական կուսակցությունը եւ որ ինչ որ կար կուսակցություն թե չէ հիմա տեղը չեմ բերում, բայց նրանք լեգիտիմացրեցին ինքնակոչ եկած վարչապետին։